Առաջին հարցս նորից էլի ճանապարհներին ա վերաբերվում քաղաքը ուրեմն բեռնաթափելու եւ այս խցանումներից խուսափելու համար մի ճանապարհ էլ կա, կուզեմ այդ ճանապարհի շինարարության վերաբերյալ անցած անգամ էլ այդ հարցը տվել եմ, դա ջրվեժով դեպի Վարդաշեն այդ տանող այդ ճանապարհը որ կա այն հին ճանապարհը որ կա, այդ ուղղությամբ ինչ որ քայլեր նախատեսվում են թե չէ։ Երկրորդ հարցս էլի մեր քաղաքացիներին շատ հուզող ինձ բազմաթիվ նամակներ են ուղարկում, դուք ստեղ նշեցիք պոակի գործունեության մասին, թափառող կենդանիների, ես այս ուղղությամբ ուզում եմ դուք ասեք հստակ թվեր ունեք ձեր մոտ, թե օրինակ ինչ վիճակ ա եղել եւ այս մի տարվա ընթացքում այդ պատկերը փոխվելա չի փոխվել, որտեվ ես որ վիճակագրությունը նայում եմ այդ կենդանիների կողմից, թափառող կենդանիների կողմից մարդկանց վրա հարձակումների դեպքերը ավելացել է, դրանք հազարավոր դեպքեր են եւ ուզում եմ դրա մասին էլ դուք պարզաբանեք, ասեք եւ այս վերջին հարցս վերաբերվում էլի ճանապարհաշինարարությանը բազմաթիվ անգամներ ականատես ենք լինում թե համացանցում թե մենք էլ մեքենավարելուց տեսնում ենք որ այն փոսերը որ կան, այսինքն որտեղ որ նստված կա տվել, որտեղ որ հոսք ա եղել, որտեղ մեծ փոսեր են գոյացել, այդտեղ տանում են միտեղ սառնարան են դնում, միտեղ ծառ են դնում, միտեղ, չգիտեմ, զապաս պագրիչկա են դնում, այսինքն այս ուղղությամբ ինչ աշխատանք կարանք տանենք, որ մի հատ էլ նորից էլի լրացուցիչ վթարային իրավիճակ ենք ստեղծում եւ այս առումով նաեւ մեր քաղաքացիներն են արդարացիորեն դժգոհում։ Շնորհակալ եմ պարոն Դանիելյան հարցերի համար։ Առաջին հարցի մասով կարող եմ ասել, որ մենք տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության հետ ենք աշխատում ճանապարհի մասին, որ միացնող եւ շրջանցիկ ճանապարհը, որի մասին հարցնում եք, մի հատվածը Երևանի քաղաքապետարանի դաշտում է, մյուս հատվածը տարածքային կառավարման նախարարության դաշտում է, այդտեղ միացման հարցերն են քննարկում եւ որքան տեղյակ եմ տարածքային կառավարման նախարարությունը արդեն որոշակի լուծումներ ունի ընդհանրական, թե ինչպես պետք է անենք, այս տարի process-ը պետք է սկսենք, այսինքն ծրագրերի գործման մեր կենտրոնը եւ գիտեմ փոխնախարարը Տիկին Ղալեչյանը իրար հետ քննարկել են հարցը եւ մենք պետք է ինչ-որ լուծումներ գտնենք, այդտեղ ունենք հոսող հողեր եւ այդտեղ ունենք նմանատիպ խնդիրներ։ Ինչ վերաբերում է ՀՕԱԿ-ին, պարոն Դանիելյան, տեսեք, ՀՕԱԿ-ը Երևան քաղաքը կարելի ասել մեծ առումով միակ կենտրոնն է, որտեղ այդ աշխատանքները արվում են, այս ծավալով։ Եվ նույնիսկ եթե այս աշխատանքները արվեն նաև բոլոր մյուս համայնքներում, այսինքն ստերջացման, հիվանդ կամ անկաթ շների հավաքելը, մյուս այս բոլոր համակարգային արվում է հիմնականում Երևանում։ Մենք նույնիսկ մեր մասնագետներին ուղարկում ենք շատ դեպքերում այլ համայնքներ, եթե նրանք ինչ-որ բանով օգնության կարիք են ունենում, կամ օրինակ եթե նրանք մրցույթ են հայտարարում, որպեսզի նաև այնտեղ էլ իրականացնենք աշխատանքները։ Բայց նույնիսկ եթե բոլոր համայնքներում այս տեսակ ծառայությունը մենք ստեղծենք, սա խնդիրը կոմպլեքս չի լուծելու, որովհետև ձեր դաշտում, պարոն Դանիելյան, ազգային ժողովի դաշտում կա խնդիր, այսինքն լուծելու հարց օրենսդրություն, այսինքն մենք պետք է ունենանք հստակ օրենսդրություն կենդանիների բուծման վերաբերող, սահմանափակումների վերաբերյալ, նրանց հաշվառման վերաբերյալ, որովհետև ինչքան էլ այս աշխատանքը անենք, եթե այդ բուծողները անընդհատ իրենք առանց որևէ կանոնի շարունակեն բուծել, այդ կենդանիների քանակը հա ինչ որ չափով կարող են կառավարել, բայց դա խնդրի լուծում չի։ Դրա համար այստեղ նույնպես կա անելիք, ես գիտեմ, որ կա պատգամավորական նախաձեռնություն, կա օրենքի նախագիծ, որը որ արդեն քննարկվում է։ Մենք համենայն դեպս կարծիք տվել ենք եւ կողմ ենք արտահայտվել մեր դիտարկումները, մեր փորձից ելնելով ասել ենք, հուսով եմ շուտով կընդունեք եւ մենք արդեն կսկսենք կիրարկել։ Եվ երրորդ հարցի վերաբերող ես այս վերջերս գործակարգավարական խորհրդակցությանն էլ էի խոսում։ Հիմնականում ձեր մատնանշած հատվածները, պարոն Դանիելյան, դրանք լինում են
հայերեն չգիտեմ ծեպլոտրասան ոնց է, բայց ծեպլոտրասայի խնդիր, կոյուղու խնդիր, խնդիրներ, որոնք որ տենց տերը, այսպես ասած, մարմինը, պաշտոնյան, անորոշ է, այսինքն չգիտենք ով է դրա տերը։ Հիմա անկեղծ ասած, այս վերջերս մենք անընդհատ էլի անում ենք, էլի կոյուղին էլ ենք մենք փոխում, էս էլ ենք անում, էլ ենք անում, բայց այդ խնդիրների լուծման համար պետք է հստակ ծրագիր եւ այդ ծրագրի համար պետք է այնց տարբեր մարմիններ իրար հետ աշխատեն, եթե մենք ենք դրա պատասխանատուն, մենք ուրախ կլինենք, ֆինանսավորումը մեզ հատկացվի, մենք այդ խնդիրները լուծենք, բայց կոնկրետ հիմնականում այն տեսակ այն հատվածներում, որտեղ որ դուք խնդիր եք տեսնում, դա ենթադրում եմ կամ այդ իմ ասած ծեպլոտրասանա կամ կոյուղու խնդիրա կամ բանի կափարիչների մոտակայքում գտնվող խնդիրներ են, որոնք ոչ բոլորն են օրինակ հանձնված վեոլայի բալանսին, այսինքն ասենց ինչ որ օդում կախված գույքեր են, ես վստահ եմ պարոն նախարարի հետ մենք շատ արագ այդ խնդիրները այսպես ասած կհասցեագրենք ով ինչը երբ պետք է անի։ Կարճ արձագանքեմ, ես համոզված եմ, որ Էրեբունի օդակայանի տարածքի մեր բնակիչները հետևում են այս նիստը եւ ասեմ, որ գրավոր ես ձեզ ներկայացրել եմ այն խնդիրները, որ կա, ակնկալում եմ ձեր պատասխանը եւ այս խնդիրների լուծումը, որովհետեւ մի հարց չի, մի քանի հարց է, ես ձեզ տվել եմ այդ հարցերը եւ մի կարեւոր հարց էլ կա, վերջերս ես էլ անձամբ գնացել եմ եւ ստուգել եմ այդ խորերը, որ կա, որոնք որ ամբողջությամբ ավազով լցված են եւ հայտնի է որ տարբեր տեղումների ժամանակ ուրեմն տարբեր շրջաններում, տարբեր համայնքներում այդ խնդրին բախվում են մեր հայրենակիցները, երբ որ քաղաքը ամբողջությամբ վերահացվում մի, չգիտեմ, ջրային ավազանի, այս ուղղությամբ քաղաքապետարանը ինչ աշխատանքներ է տանում, արդյոք կա սրան տրամադրած բյուջե, ինչքան է եւ այս աշխատանքները ոնց եք պատկերացնում որ լուծվեն կոնկրետացնեք էլի կոնկրետ ինչ աշխատանքներ որ մաքրվեն այդ ես ջրատարների մաքրման աշխատանքների հետ կապված Եթե խոսքը գնում է Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող ջրատարներն ու ջրանցքները, այդ աշխատանքները ամեն տարի Երևանի քաղաքապետարանն իրականացնում է, այսինքն ամեն տարի։ Էլի պետք է հասկանանք կոնկրետության մեջ ինչի մասին է խոսքը։ Անձրևատարի մասին է խոսքը։ Տեսեք, այստեղ էլի պետքա գանք այդ անորոշություններին, որովհետև շատ դեպքերում որոշակի ենթակառուցվածքներ համայնքային չեն։ Դրանք պետական գույք են եւ այդ պետական գույքը պետքա հասկանանք ոնց ինչպես են իր հետ վարվում։ Երևանի քաղաքապետարանը շարունակաբար ինչ որ աշխատանքներ իրականացնում է, բայց կրկին էլի մոտավորապես նախորդ իմ ասած խնդրին է առնչվում։ Այսինքն կան խնդիրներ, որոնք որ տենց անորոշ են, օդում կախված են, ֆինանսավորման հարցեր կա այդ խնդիրների հետ կապված եւ պետքա որոշենք ով է դրա պատասխանատուն Եվ ես համաձայն եմ ձեզ հետ, որ անձրևատարերը, ջրահեռացման համակարգերը, կոյուղատարերի 400 վթար ենք ունեցել միայն մի շաբաթվա ընթացքում, նախորդ շաբաթ։ Եվ դրա տերը Երևանի քաղաքապետարանը չի։ Մենք գնում լուծում ենք անընդհատ, բայց մաշվածությունը նաև այդ համակարգերի տենց արդեն աննկարագրելի է։ Հիմա հետևաբար Վստահաբար, մենք օրինակ նախորդ տարի 13-14 կիլոմետր կոյուղի ենք ներդրել Երևան քաղաքում։ 2023 թվականին կրկին 13-14 կիլոմետր կոյուղի ենք սարքել, օրինակ Մուշական համայնքում եւ այլ, այս տարբեր տեղեր։ Նախորդ տարի 35 հասցեում արել ենք։ Հիմա անկեղծ ասած արել ենք եւ պետքա նվիրաբերենք ամենայն հավանականությամբ կառավարությանը, որովհետև դա պետական գույք է, որը հետո կառավարությունը պետքա հանձնի արդեն նախարարության միջոցով Վեոլային Եվ կարճ ասած տենց կոմպլեքս մի հատ հարց ունենք, որը որ տենց երկար ժամանակ նորմալ տենց կոմպլեքս անդրադարձ չենք ունեցել դրան, պետքա ունենանք հիմա քաղաքապետարանը իր ռեսուրսների, այո, ինչ որ ներածին չափով կարա անի, բայց այդ ռեսուրսներն էլ անսահմանափակ չեն։